Խաղակարդ է նաև ժողովուրդը, որի ազատ եւ արդար ընտրությունը սահմանափակելու համար Փաշինյանական իրավապահ համակարգի հարզները ոչ մի բան չեն խնայում, ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում։ Ժողովրդի քվեով իշխանության եկածը վաղուց ելել է շալակը ժողովրդի։ Գյումրիում ընդդիմադիրների նկատմամբ սկսված բռնությունների եւ ձերբակալությունների ալիքը ակնհայտորեն ցույց է տալիս իշխանության մեկ ընդհանրական մոտեցումը՝ համընդհանուր ճնշման ստեղծում եւ վախի մթնոլորտի տարածում։ Յուրաքանչյուրը, որը համարձակվում է դեմ գնալ, չընդունել նիկոլական լուծը, պիտի պատժվի։ Գյումրիում իշխանության ուղերձը հայտնի է։ Հայաստանում իրական քաղաքական պրոցեսներ չկան, եթե դրանք հակասում են իշխանության քաղաքականության։ Սա ընդհանրապես փաշինյանական տրամաբանությունն է։ Գոյություն չունի իրական քաղաքականություն, այնքան ժամանակ, որ այն հակասում է պաշտոնական իշխանության դիրքորոշմանը։ Այս երկուսը, թե ազգային ժողովում երեկվա հայտարարությունը, թե Գյումրիում ընդդիմադիրների ձերբակալությունը միևնույն քարոզչական ռազմավարության մասնիկներն են եւ մեկ նպատակ են հետապնդում։ Թուլացնել առանց այտել խնդիրներ ունեցող ընդդիմությանը կամ կառավարելի եւ վերահսկելի դարձնել նրանց գործունեությունը։ Հա, երրորդ գործոնն էլ կա։ Ոչ միայն խորհրդարանի ամբիոնից մարտամեկի անկայուն ելույթը եւ Գյումրիի ձերբակալությունը, երրորդն էլ կա։ Նիկոլ Փաշինյանը գործում է Էրդողանի հետ եւ իր պես սինքրոն համաժամանակյա։ Նույն ձեռագիրը, նույն ամբարտավան դիմելաձևը իր քաղաքականությանն ու անձին ընդդիմացողներին։